Ազգային ժողովի նախագահի հետ երեկվա միջադեպից մեկ օր անց քննչական կոմիտեն խուլիգանության հոդվածով վարույթ է նախաձեռնել, ընդ որում որպես խուլիգանական արարքի ենթադրյալ հեղինակ նշվում է միայն քաղաքացի Միքայել Մարգարյանի անունը։ Մինչդեռ 3 մեծ աղմուկ հանած տեսանյութում Ալեն Սիմոնյանը եւս հայհոյեց, պատասխանելով Մարգարյանի հայհոյանքին։ Ոստիկանությունից քննչական ուղարկած հաղորդման համաձայն Մարգարյանը 3 խուլիգանություն է արել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հայհոյանք եւ անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել։ Ալեն Սիմոնյանը խիստ արձագանքեց, անցավ միանգամից դույից հետո հետևեց Տարեկ Սրան, որից հետո իհարկե ասի վախենում ես։ Ինքը ասեց, հա գիշերները չեմ քնում, ասի այո դու պիտի գիշերները չքնես։ Մարգարյանը միացել է անհետ կորած զինվորների հարազատներին, որոնք մի քանի օր է խորհրդարանի դիմաց պահանջում են հրապարակել ազգային ժողովի գաղտնի բաժին ուղարկված զեկույցը 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին։ Պատմեց, որ իշխանական տարբեր падգամավորներ են իրենց մոտեցել, երեկել, երբ նկատել է ազգային ժողովի նախագահին, որոշել է մոտենալ, հարց տալ զեկույցի թեմայով, բայց մերժում է ստացել։ Իսկ ինչու հայհոյեց։ Դե խոսակցականի մեջ ինչ թաքցնեմ, հիմա այդ կարգի հասկանում եք, որ սադրիչ գործողություններ նրա կողմից Տարեկ Սրանը արդեն եւ ինձ արդեն հերում էին թիկնապահները արդեն ինձ հերում էին, մեկը արդեն ձեռքը սրոլորում, այդ պարագայում իմ խոսքի մեջ հնչել է բանտերի մեզ քնելու արա։ Այս արային Ալենը արձագանքում է արան պապատա, ինչին համապատասխան իմ բարոյական դռները բացվեց եւ կարայի շատ ավելի շատ ասեցի ինչ որ ասեցի։ Մարգարյանն այսօր Ազատությանը պատմեց, որ ցերեկն իր բնակարան են փորձել մտնել ոստիկանները, թե ինչի համար չեն պարզաբանել։ Ես մոտ ոստիկանություն նայեք է, հիմա մեր տուն եկել են հասել են մեր բակ առանց իմ թույլտվության։ Նա թույլ չի տվել, նրանք էլ հասցե են հարցրել ու հեռացել։ Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ ընտրություններին ընդառաջ հաշվառումներ են անում, նաև այցելում տներ։ Նորից էլ ասում ես, հասցեն է հետաքրքրում։ Ձեզ հասցեն է հետաքրքրում։ Միան հարևաններից իմացեք, խնդրում։ Շնորհակալություն ձեզ։ Իրանք առանց ներկայանալու մտան բակ եւ կարծես թե փորձում էին մտնել տուն։ Ես միացրել եմ։ Ոչ մի բան, մեկը ներկայացավ, մյուսն էլ հերվից ժետոն ցույց տվեց։ Հետո ես միացրեցի ձայնագրությունը, խնդրեցի նորից ներկայանալ, չներկայացան։ Խնդրեցին ինձ ներկայանալ, ասի ինչի հիման վրա, բասա որ հասցեն, ասում ինչի համար եք հարցնում, ինձ ասեք ես իմանամ ինչ եմ պատասխանում։ Հասցեն ենք ուզում իմանալ։ Ազգային ժողովի նախագահն իր հերթին երեկվանից ոչ թե արդարանում է, այլ պնդում, իր նկատմամբ կազմակերպված սադրանք է եղել։ Հերիքա, մեզ դեմ տակ, այդ դուք պաշտոնյա եք, դուք բան եք, ազգային ժողովի նախագահ եք, հերիքա այդ դեմ տակ եւ համարեք, որ կարելի է Ալենին, մյուսին ամեն ինչ բանալ չի լինելու։ Սիմոնյանը պնդեց, գիտի թե ով է ուղղորդել Մարգարյանին, բայց չմանրամասնեց։ Այսինքն գալ որդեկորույստ անհայտ կորածների, ծնողների, բարեկամների մեջ խառնվել եւ քաղաքական նպատակ հետապնդել, գալ հեռախոսը միացնել եւ հեռախոսի ու նույն տեղից ուղիղ եթերով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահային սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, բանա, ես այդ ոնց ասում, ես քաղաքացի չեմ։ Սիմոնյանի կարծիքով միջադեպին կարող են գնահատական տալ իրավապահները, քաղաքացիները եւ իր հարազատ կուսակցությունը, իսկ կուսակիցներն այսօր միաձայն էին։ Սիմոնյանի վարքագիծը կուսակցության ներսում քննելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար, քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ Արայիկ Հարությունյանը համաձայն է, որ տեղի ունեցածը սադրանք էր։ Հարությունյանը միաժամանակ կարծում է, որ թե իրենք, թե մյուս քաղաքական գործիչները նման իրավիճակում պետք է զսպվածություն ունենան։ Մարդը մնում է մարդ, էմոցիաները մնում են էմոցիաներ, մենք միասին պետք է նոր ֆորմացիայի հարաբերություններին ընտելանանք եւ մենք առաջին քայլը իրականում արել ենք այդ ուղղությամբ։ Առաջին քայլն իշխող թիմի կողմից էթիկայի կանոնագիրքի ընդունումն էր, հիշեցրել է ՔՊԱ-ական գործիչը։ Իսկ արդյոք կիրառում են այդ կանոնագիրքը։ Ներողություն, շատ լավ օգտագործում ենք եւ եթե դուք համեմատեք մեր քաղաքական գործիչների զսպվածությունը, կոռեկտությունը, հայտարարությունների չափված ձևացությունը, ասենք օրինակ մինչև այդ կանոնակարգի ընդունումը, ապա սարերի եւ ձորերի տարբերություն կարձանագրեք, եթե ազնիվ եք ձեր մղումներում։
Կանոնագրքի ընդունումից հետո է խորհրդանի նախագահը հայհոյել քաղաքացուն, իսկ դրանից առաջ էլ 2023 թվականին թքել էր իրեն դավաճան անվանած քաղաքացու երեսին։ Այդ ժամանակ իրավապահները ընթացք չէին տվել թքելու դրվագին, Սիմոնյանին պատասխանատվության չենթարկելով։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը չի բացառում, այս անգամ էլ գուցե խտրական արդարադատություն լինի, նույնիսկ պատասխանատվության կենթարկվի երեկվա միջադեպի մի կողմը միայն։ Ընդհանրապես մենք արդեն իսկ տեսել ենք, նախորդիվ տեսել ենք, որ տարբեր տիպի նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարներ տեսնելը, թքելը, ձեռքով ոտքով հարվածելը, հայհոյելը որևէ իրավական հետևանք չի ունեցել պաշտոնատար անձանց համար, հատկապես ազգային ժողովի նախագահի համար եւ կարծում եմ, որ սա եւս այդպիսի դեպք կլինի։ Իրավապաշտպանը վկայակոչում է օրենքն ու պնդում, հանրային պաշտոն զբաղեցնողները պետք է զուսպ լինեն անգամ ամենածանր սադրանքների դեպքում։ Օրենքը նաև պատասխանատվություն է նախատեսում, նկատում է Հովհաննիսյանն ու ընդգծում, պաշտոնյան իր պատշաճ վարքով պետք է օրինակ ծառայի։ Մինչդեռ վերջին շրջանումս նրա իշխող ուժի ներկայացուցիչները տարբեր առիթներով ցուցաբերում են պաշտոնյային ոչ հարիր վարքագիծ։